Անդրադառնանք օրվա խորհրդին, ինչ խորհուրդ ունի եւ ընդունելի է ձեզ համար հունվարի 27-ը հիշատակի օր ընդունել։ Ինչի ընդունելի չի, ինչ խնդիր կա, ինչի պետք է ընդունելի չի, ես կարծում եմ ընդունելի։ Իսկ ինչ է կարծում, խաղաղություն հնարավոր կլինի հաստատել մոտակա ժամանակներում։ Վստահ եմ, որ կլինի դրա 2023 թվականից պարբերաբար ասվում է, որ հաստատվում է, բայց կարծես շատ է ձգձգվում։ Չեմ կարծում, որ կարծես շատ է ձգձգվում, դրա համար աշխատանք է պետք անել, կարծում եմ արդյունքները տեսնում ենք ու մոտակա ժամանակը ամեն օր այդ խաղաղությունը ավելի ամրապնդվել է։ Եվ նաև վերջերս Հայաստան վերադարձան 4 քաղաքացիական գերիներ իհարկե եւ Ստրասբուրգում էլ ԵԽԽՎ-ժողովի ժամանակ Ադրբեջանին առնչվող հարցերին կոչ արեցին, որպեսզի ազատ արձակեն մյուս բոլոր գերիները։ Ինչ աշխատանքներ եք դուք տանելու այս առնչությամբ։ Կարծում եմ պետական կառավարությունը աշխատանքներ իրականացնում է եւ վերջի տարիներին տեսել եք, որ գերիներ վերադարձել են։ Ճիշտ է։ Եվ նաեւ ինչպես եք պատկերացնում։ Չէ, լսում եմ ձեզ։ Ինչպես եք պատկերացնում խաղաղության գործընթացը այն պարագայում, երբ Ալիևը պարբերաբար խոսում է Երևանի մասին, Գյոյչեի մասին։ Ես կարծում եմ, որ դա չեմ կարծում, թե այդ խոսակցությունները որ լսարանի համար է, չգիտեմ որ լսարանի համար է խոսում։ Ներքին բանի համար է խոսում, ենթադրում եմ, չեմ կարող բացատրել։ Չենք նկատում սպառնալիքներ։ Շնորհակալություն։ Շարունակելու եք խաղաղության օրակարգը առաջ տանել։ Եթե խաղաղության օրակարգը առաջ չենք տանում, ինչ եք առաջարկում, ինչ օրակարգ առաջ տանենք։ Ադրբեջանը պահանջատիրական, իսկ մենք կարծես Ես կարծում եմ պահանջատիրական չենք, մենք մեր պետական շահերը պաշտպանում ենք։